my last visit the results of this project, and I understand that there have been big results. Սա իսկապես բարեկամության եւ ընկերության նշան է եւ այսօր ես այստեղ եմ ուղիղ 1 տարի հետո որպեսզի տեսնեմ թե ինչպիսի նշանակալից արդյունքներ են տվել մեր ծրագրերը ձեր համայնքում. I don't think to deserve personally this certificate of freeman of this community, but of course it's my government to deserve it. But more important for me, the engagement of UNDP, of Consuelo Vidal, and of the Armenian government, Minister of Foreign Affairs, the first idea, the first project of this program, Armenian Fund, the authority, the Marspet, and the mayor of Lozadzor. And I think that I'm only a humble executor of this project. Ես չէի ուզենա այս հավաստագիրը ընդունել անձնական պարգև, որովհետև այս հավաստագիրը տրված է առաջին հերթին Իտալիայի կառավարությանը, եւ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, համայնքի ղեկավարներին, մարզպետին, Տավուշի մարզի, որովհետև սա իրոք միայն իմ պարգևը չի, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծրագրերում մեծ ներդրում են ունեցել. And I have to say that the Italian government shares and supports the idea of the program of the UNDP and the Armenian government to improve the conditions of the rural communities of the country. Եվ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Տիկին Կոնսուելո Վիդալին նրա համար, որ այս ծրագրերը իրականություն դարձան ձեր համայնքում, մասնավորապես ձեր համայնքի տեսլականի համար, որ դուք կարողացել եք մասնակցային կերպով այս ծրագրերը իրականություն դարձնել ձեր համայնքում եւ ձեր բոլորի ներկայությունը այսօր դա է վկայում. We will go now to see all the works that have been done, but please let me again to thank the authorities, the Marspet, the mayor, and the spouse of the Prime Minister, Madame Sargsyan, for the honor he gave us to staying with us, and I think that it will be very interesting to see now what has been done. Thank you very much. Yes. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ցանկանայի որ անցնենք եւ տեսնենք թե ինչ է կատարվել, բայց եւս մեկ անգամ շնորհակալություն բոլորին եւ մարզպետին եւ ՀՀ կառավարությանը եւ համայնքի ղեկավարին եւ մասնավորապես Տիկին Սարգսյանին. Understand the country and the willingness to support. Որը կարողացել է հասկանալ մեր երկրի կարիքները եւ զարգացման առաջնահերթությունները եւ աջակցել մեր ծրագրերին. Now let me have a special word to all of you who are the owners of this project. Այժմ ուզում եմ իմ խոսքը հղել բոլորին, ձեզ բոլորին, որոնք այս ծրագրերի տերերն են. Community, you are the owners of these projects, you are the owners of this community. Սա ձեր տունն է եւ դուք բոլորդ այս համայնքի տերերն եք եւ այս համայնքում իրականացված ծրագրերի տերերն եք. These projects are the result of the ideas of your parents, and now it's up to you to keep them and to make sure that they are used for the improvement and for the development of yourselves. Այս ծրագրերը ձեր ծնողների, գաղափարների, մտքերի արդյունքներն են եւ այսուհետ դուք եք պատասխանատու լինելու այդ ծրագրերի կատարվածի պահպանման եւ հետագա բարելավման համար. Շնորհակալություն. Սիրելի լուսաձորցիներ, մեծարգո պարոն հարգելի հյուրեր, ես խորը հարգանք ունեմ դեպի մեր հյուրերը եւ գիտեք որ դեռևս մի քանի տարի առաջ հարգելի ժողովուրդ այս ծրագիրը քննարկվում էր կառավարությունում եւ
կառավարությունը այս համայնքների համալիր զարգացման ծրագիրը որոշեց առաջինը իրականացնել Տավուշի մարզում։ Լուսաձորը պետք է ընդգրկվի եւ քանի տարի է ձեր աչքի առաջ, ձեր միջոցով, հարգելի լուսաձորցիներ, իրականացվում է համայնքի զարգացման ծրագիրը։ Ձեր նաև համայնքի ժողովում դուք ինքներդ եք որոշել, թե ինչպիսի ծրագրեր պետք է իրականացվեն։ Եվ ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շնորհակալություն հայտնել տարածքային կառավարման նախարարությանը, շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարարությանը, որը կոորդինացնում էր այս ծրագիրը, մեր խորին հարգանքը փոխանցենք Հայաստան համահայկական հիմնադրամին եւ եկեք ծափահարենք, որովհետեւ վերջերս բավականին մեծ դրամահավաք տեղի ունեցավ։ Աշխատակիցներին գրասենյակի հիմք կհանդիսանա Տավուշ, Ֆրիոլի եւ Հայաստան, Իտալիա մեր երկրների միջև։ Եվ պարոն դեսպանին և բոլոր նրանց, ովքեր որ այս գեղեցիկ կառույցը պարգևել են, նվիրել են, վերակենդանացրել են, շինարարների, պատվիրատուների, իրականացնողների և երևի արդեն ասնեք, որ հարցերին։ Եթե կարել է ես պատասխանեմ, ոչ թե հաջորդ այս պահին զուգահեռ Լուսաձոր համայնքին իրականացվում են աշխատանքներ ևս 5 համայնքում, դա Ազատամուտն է, դա Դիտավանն է, Ակնաղբյուրը, Խաշտարակը և Լուսահովիտը։ Այդ ծրագիրը երբ որ սկսվել է, բոլոր համայնքները միասին սկսվել են, ճիշտ է Ազատամուտը մի փոքր ուշացումով սկսվել, բայց այս համայնքները բոլորը ընդգրկված են այդ ծրագրի մեջ։ Ուղղակի խնդիրը այն է, որ ոչ բոլոր համայնքներում է, որ Իտալիայի կառավարության միջոցների հաշվին են այս աշխատանքները կատարվում։ Տարբեր երկրներ և տարբեր միջազգային կառույցներ են ընդգրկված։ Ուղղակի խնդիրը այն է, որ բոլոր աշխատանքները համակարգվում են կառավարության կողմից և Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից։ If I may also add to this question, you know, already in the country, the big infrastructure works are taking place. We have, for example, national budget funding roads, or we have Millennium Challenge account funding roads and irrigation. There is an urgent need
to look into the small infrastructure precisely inside the villages. Ես ուզում եմ երկու բառ ավելացնել, այսօր երկրում ենթակառուցվածքային ծրագրերի մեծ կարիք կա, բայց մեծ ենթակառուցվածքային ծրագրերը այսօր ֆինանսավորվում են նաև կառավարության բյուջեից, հազարամյակի մարտահրավերների ծրագրով եւ շատ ավելի մեծ կարիք կա, որ մենք համայնքներում փոքր ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմամբ զբաղվենք. Which is more valuable in this case than the amount of finances that are put in. Participation in the design of how they see their future, what type of infrastructure they need to be able. Ցային է այս process-ը թե ոչ, որքանով են մարդիկ ճիշտ տեսնում հետագայում դրա շահագործումը եւ որքանով են իրենք զգում, որ դա իրենցն է ու պիտի ճիշտ ձևաչափի մեջ այն շահագործվի։ Ավելի շատ մենք նաեւ կարևորում ենք մասնակցայնությունը այս ամբողջ process-ում։ Ես ուզում եմ նշել, որ Իտալիայի կառավարությունը առաջինն էր, որը արձագանքեց այս նախաձեռնությանը, մասնավորապես արտգործնախարարության այս կարևոր նախաձեռնությանը։ Is the first village that has these projects, and it is part of a bigger cluster of villages. Դուրին ձևով կառավարել այդ խնդիրները եւ այն գյուղերն են, որոնք որ սկսած սահմանից մինչեւ մի փոքր ավելի թիկունք են գնում եւ այն գյուղերը, որոնք եւ փոքր գյուղեր են ընդգրկում եւ մեծ համայնքներ են ընդգրկում այդ խմբի մեջ։ Եվ կարծես թե այս 6 գյուղի մեջ հնարավոր է բազմապիսի պրոբլեմներ ունենալ եւ այդ պրոբլեմները փորձել լուծել։ Եթե մենք վերցնեինք մի ամենահեռավոր սահմանային գյուղերը եւ ընդգրկեինք եւ Բերդ եւ Նոյեմբերյան եւ Իջևան հատվածները, շատ դժվար կլիներ այս խնդիրները տեղում իրականացնել եւ կառավարել, որպեսզի դրանք հետագայում ավելի արդյունավետ լինեին եւ շարունակականություն ապահովեին։ Դրա համար ընտրվել են այս խումբ գյուղերը, իսկ որ ծրագիրը անպայման պետք է շարունակական լինի, դա ոչ միայն Տավուշի մարզում է լինելու, ես ասում եմ այն, ինչ որ կառավարությունում ուրեմն քննարկումների ժամանակ ասվել է, այլ նաեւ բոլոր մարզերը ընդգրկվելու են։ Առավել ևս ուրեմն Տավուշը, որը ունի ամենամեծ թվով սահմանամերձ համայնքներ, մեր 62 համայնքներից 43-ը սահմանամերձի կարգավիճակում են։ Եվ ես ուզում եմ ասել լուսաձորցիներին եւ նաեւ մենք առիթով մյուս համայնքներում էլ ենք ասում եւ դա գիտեն մեր համայնքի ղեկավարները, դա մարզպետարանի համապատասխան ծառայություններն են իրենց համար որպես ուղենիշ վերցրել, որ ինչքան որ մենք լավ աշխատենք, այնքան ավելի հետագայում ավելի ձյուրին կլինի մյուս համայնքների ընդգրկումը մեր մարզում։ Շնորհակալություն։ Mr. Ambassador, the inauguration of